Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում մեր պատմության դասերը հաղորդաշարի հերթական հաղորդումն է, որը ինչպես եւ խոստացել էինք, այսօր պետք է նվիրված լինի Նախիջևանի հայկական մշակութային ժառանգությանը։ Մեր նախորդ հաղորդումը մենք նվիրել էինք Նախիջևանի հիմնախնդրի, այսպես ասած, քաղաքական պատմությանը, որովհետև այսօր մեր ժողովրդի մեջ չափազանցություն չի լինի ասելը, եթե ասենք, որ 99% ժողովրդի ուղղակի չի հստակ պատկերացում, թե երբ եւ ինչպես Նախիջևանը պոկվեց Հայաստանից, փաստորեն հայկական միջնաշխարհի սրտում գտնվող մի տարածք, որը Արարատյան դաշտի շարունակությունն էր եւ այդքան կարեւոր դերակատարում էր ունեցել մեր պատմության մեջ, ինչպես օտարվեց, ինչպես անջատվեց Հայաստանից։ Մեր նախորդ հաղորդման մեջ կենտրոնացել ենք այս հարցի վրա, պատմաբան Յուրա Հովսեփյանն էր իմ հյուրը, եւ ես պարզապես ասեմ, քանի որ մեր նամակագիրները մեզ տեղեկացնում են նաև, որ մեր հաղորդաշարը տեսագրում են եւ հեռարձակում են հայկական դպրոցներում, դասաժամերին, հատկապես կիրակնօրյա դպրոցներում, այս շաբաթ փոքրիկ թյուրիմացություն էր եղել եւ կրկնությունների ընթացքում եթեր էր գնացել հայ ժողովրդի ծագմանը նվիրված հաղորդումը, որը փետրվարին էր հեռարձակվել, մենք կշտկենք դա, մեր մեղքն է դա եղել, կշտկենք եւ շաբաթվա ընթացքում կցուցադրենք նաեւ մեր ժամերին քաղաքական պատմությանը նվիրված։ Այսինքն այս շաբաթվա ընթացքում դուք հնարավորություն կունենաք դիտելու եւ Նախիջևանի պատմության քաղաքական կտրվածքը եւ իհարկե մշակութային հաղորդումը, որ հիմա մենք սկսում ենք եւ ես շնորհակալությամբ պիտի ներկայացնեմ իմ հյուրը այսօր պատմաբան Արգամ Այվազյանն է, մեզանում քիչ մարդկանցից մեկը, որ երբ խոսում ես, ասենք, մի բնագավառի մասին, միանգամից ասոցացվում է մի մարդու կերպարով։ Ես ներկայացնեմ, որ մեր հյուրը սա քաղաքավարական, այսպես ներկայացման բան չի, պարզապես ճշմարտություն է, որ առիթներ ունեցել եմ բազմիցս ասելու եւ լսարանում իմ ուսանողների ներկայությամբ եւ Սփյուռքում մարդկանցից մեկը, որ փաստորեն շատ այսպես անձնվիրաբար իրեն նվիրեց հայկական հնագույն երկրամասերից մեկի ուսումնասիրությանը եւ ես բարձր դասարանի աշակերտ, հետո էլ ուսանող էի, հիշում եմ պատմությունները, որ լսում էի, թե Արգամ Այվազյանը 80-ական թվականներին հերթական անգամ Նախիջևան գնալուց փաստորեն հարձակմանը ենթարկվել ադրբեջանցիների կողմից եւ հազիվ է փրկվել մահվանից, այսինքն մարդ, որը պատրաստ է նաեւ անձնազոհության գնով գնալ փրկելու մեր հայկական ժառանգությունը, մշակութային ժառանգությունը, գոնե այսօր տեղեկությունները այդ մասին եւ այսօր մենք Նախիջևանի ժառանգության մասին ունեցած մեր գիտելիքների մի զգալի մասով պարտական ենք մեր հյուրին Արգամ Այվազյանին, որին սիրով ուզում եմ ներկայացնել։ Մինչև մեր բուն նյութին անցնելը ես կուզենայի, որ ասել, որ պարոն Այվազյանը 22 մենագրությունների հեղինակ է, որոնք նվիրված են Նախիջևանի ժառանգությանը եւ հարյուրավոր հոդվածների։ Ընդ որում մենագրությունների մեջ լույս են տեսել ոչ միայն հայերեն, այլ նաեւ բազմաթիվ օտար լեզուներով։ Շատերին դեռ խորհրդային ժամանակներից ծանոթ պիտի լինեն նրա Նախիջևանի կոթողային հուշարձանները, Նախիջևանի ինքնավար հանրապետության պատմական հուշարձանները, Ագուլիս եւ բազմաթիվ այլ աշխատանքներ։ Մենք այսօր ստուդիայում ունենք մի քանի վերջերս հրատարակված աշխատություններից եւ ես կուզենայի, որ պարոն Այվազյանը իր խոսքը սկսեր իր վերջին հրապարակումներով, որից հետո մենք Նախիջևանի հայկական ժառանգությունը այսպես պատմական էքսկուրսով կներկայացնենք վաղնջական ժամանակներից, ժայռապատկերներից մինչև մերօրյա վերջին ողբերգությունները, մշակույթի զգալի ոչնչացումը։ Խնդրեմ, պարոն Այվազյան։ Սիրով շնորհակալ եմ այս հրավերի համար։ Ես ուզում եմ նախ այս հաղորդաշարը շնորհավորել, որովհետև իրոք շատ կարևոր է մեր պատմության դասերից դասեր քաղել եւ մշտապես մենք մեր սխալները չկրկնենք։ Այս տեսակետից ես ողջունում եմ այս հաղորդաշարի ի հայտ գալը համեկ ծրագրում եւ կարծում եմ, որ Սփյուռքի մեր բազմամիլիոն հերոստատիտողները անկասկած դասեր կքաղեն այս հաղորդաշարի տարբեր հաղորդումներից։
Ինչպես դուք նշեցիք, այո, պետք է ասեմ, որ գրեթե մի կյանք է նվիրված Նախիջևանի պատմության մշակույթի եւ բազմազան առնչագծային հարցերի ուսումնասիրմանը եւ բարեբախտաբար դա իր արդյունքը տվել է դեռս 65 թվականից դպրոց ավարտելուց հետո զբաղվել եմ, առ այսօր զբաղվել եմ մի կողմ, բայց զբաղմունքի արդյունքը երբ որ հրապարակ է գալիս, հայագիտության համար դա դառնում է պատմական նույթ, գիտական նույթ, դա արդեն կարծում եմ ամենակարևոր հատկանիշներից մեկն է։ Պետք է ասեմ, որ անցյալ տարի 2007-ը իմ հրատարակությունների առումով բավականին հաջող տարի էր, ես հրատարակեցի 4 առանձին աշխատություններ։ Հենց տարվա սկզբին լույս տեսավ Նախիջևան գրական էսսեներ, հետազոտման պատմություն, ուղեգրություններ, այստեղ այս հատորը չկա, Ծավալուն հատորը 800 էջից կազմված, այդտեղ փաստորեն Նախիջևանը առաջի անգամ նաև գրականության մեջ, հայոց գեղարվեստական գրականության մեջ ներկայանում է իր լեռնաշխարհով, պատմական կարևոր անցուդարձերով եւ պատմական անձերով։ Այնուհետև ես ձեռնամուխ եղա եւ հրատարակվեց Ջուղայի կործանված խաչքարերի սիմֆոնիան կարող եք ցուցադրել։ Այս ալբոմն է, պատկերագիրք է 3 լեզվով, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, մոտարապես 700-ից ավելի լուսանկարներ են օգտագործված այդտեղ։ Լուսանկարների առումով պետք է ասել, որ դա փաստորեն Ջուղայի կործանված հռչակավոր խաչքարերից առաջին եւ մնայուն առայժմ հրատարակությունն է, որ այդքան նույթ է հրատարակում այդ գրքում։ Մինչ այդ ես ասեմ, որ 2000 կարծեմ 4-ին, այո, 2004-ին ես հիմնեցի մի հետաքրքիր մատենաշար Նախիջևանի վիմագրական ժառանգությունը կարող եք ցուցադրել, որը 6 հատորից է կազմված լինում, սա առաջին հատորն է, որը նվիրված է դարձյալ Ջուղային, հին Ջուղայի գերեզմանատանը, նյութական մշակույթին, 2 ծավալուն բաժիններից է կազմված։ Առաջին մասում ներկայացնում է Ջուղայի պատմությունը, արվեստը, մշակույթը, գրչօրշաղը եւ այլն, իսկ երկրորդ մասը ամբողջովին նվիրված է Ջուղայի վիմագրական ժառանգությանը, որտեղ տեղ է գտել 1200-ից ավելի Ջուղայի վիմագրությունը։ Կարծում եմ այս 2 հատորները, որոնք որ կան Ջուղայի վերաբերյալ առ այսօր հայագիտության համար շատ կարևոր նշանակություն ունեցող հրատարակություններ են, փաստական վավերագրական նյութեր են։ Մանավանդ որ դրանց զգալի մասը առաջին անգամ է հրատարակվել։ Այո, դա գրեթե 80-90%-ով առաջին անգամ են հրատարակում։ Միջավայրից պետք է նշեմ, որ իմ հրատարակությունները գրեթե ամբողջովին բոլորը այդպիսին են, մեծ մասով հրատարակում են նյութերը առաջին անգամ։ Այնուհետև 2007-ին լույս տեսավ Նախիջևանի վերաբերյալ պատկերացույց հուշարձաններին վերաբերվող ատլաս 21-22 ծավալուն էջերով ատլասը անգլերեն լեզվով, սրահարեն տարբերակը 2006-ին լույս տեսավ, նպատակահարմար գտանք, որպեսզի այս ատլասը նաև օտարալեզուն կարողանա ծանոթանալ։ Սա մի համառոտ հանրագիտարան կարելի է ասել, որտեղ ներկայացված է յուրաքանչյուր գավառ իր հուշարձաններով, պատմական տեղեկություններով, այնպես որ հանրամատչելի առումով եւ պատմական տեսակետից շատ կարեւոր աշխատանք է, յուրաքանչյուր գավառ այդպես ունի նաև իր մշակութային օջախների ցանկով, ասեմ նաև մինչև վերջին տարիները եղած հուշարձանների պատկերից բացի ես այդտեղ զետեղել եմ նաև առհասարակ հայկական այն բոլոր եկեղեցիները, վանքերը, որոնք հիշատակված են պատմության մեջ, բայց մեզ չեն հասել։ Ասեմ, որ այդտեղ տեղ է գտել նաև մահմեդական հուշարձանները, մասնավորապես Պարսկասելջուկյան շրջանի Նախիջևանի տարածքի հուշարձանները, այնպես որ Նախիջևանը այստեղ ընդգրկված է իր ամբողջ նյութով, հայկական եւ օտար բոլոր տարբերություն մեր ադրբեջանցի գոլեգաների, որոնք բացառում են Նախիջևանի տարածքում առհասարակ հայկական շերտը, չնայած որ ադրբեջանական շերտ պետք է ասել Նախիջևանի տարածքում առհասարակ գոյություն չունի։ Այդտեղ եղած շերտը, մուսուլմանական կամ մահմեդական շերտը, դա Պարսկա-Սելջուկյան շրջանի հուշարձաններ են, որոնք շատ եւ ուշ շրջանի 19-րդ դարի մզկիթներ, որոնք կառուցված են
Եվ այդ թվականակի առումով եթե վերցնենք մի 15-20 հուշարձանի ասում թվականակով կարողանում են Նախիջևանը ներկայացնել որպես ադրբեջանական մշակույթի տարածք, բայց ցավոք սրտի մենք մեր բազմահազար հուշարձաններով, նյութական արժեքներով եւ ել չասեմ էթնիկական տարով, հնագիտական շերտով ցավոք մենք այդքան գործում չենք ինչպես իրենք են։ Տակավին այս տարվա սկզբին լույս տեսավ նաև Նախիջևանի վիմագրական ժառանգության 3-րդ հատորը։ Շնորհավորում ենք եւ Շնորհակալ եմ, դա անցյալ տարվա հրատարակության պլանում էր, ընդամենը մի շաբաթ, մի 10 օր առաջ դա լույս տեսել, նվիրված է Գողթան գավառին, այդտեղ մոտարապես 500-ի չափ վիմագրական ժառանգություն է օգտագործված, ասեմ ինչպես այս հատորը, այնպես էլ նախորդ հատորները ընդգրկված են բավականի պատկերազարդող գունավոր լուսանկարներով, հուշարձաններ ոչ միայն վիմագրական, իրենց գրչանկարներով, լուսանկարներով, այլ նաև բնակավայրերի, գավառների բնակավայրերի հուշարձանները։ Այսպիսին է անցյալ տարվա հրատարակությունները, որը պետք է ասեմ ցանկացած հեղինակ էլ շատ գոհ կլիներ մեկ տարվա մեջ 3-4 հրատարակություններ ունենալու համար։ Անշուշտ ես հիմա մենք առիթ կունենանք տեսնելու նաև պատկերները, բայց մինչ այդ անցնել ես կուզենայի մեր օպերատորին այստեղ մի շատ հետաքրքիր էջի վրա, 77-րդ էջի վրա, այստեղ Արգամ Այվազյանը երիտասարդ տարիքում եւ շատ հետաքրքիր է վերևում լուսանկարները սովետական բանակի զինվորները ջուղայի խաչքարերի հետ, որոնք այսօր Աչանկյունում կա, դա հուշարձանների պահպանության վարչությունում որ աշխատում է այդ տարիներին, դա 87 թվականի աշնաններին, բաժնի աշխատակիցներին, այդպես Նախիջևան ծանոթանալու էքսկուրսիայի նման այդպիսի բան կատարեցինք եւ դա աշնանը արդեն 87 թվականի մենք ջուղայում եղանք 87-ի աշնանը դա հոկտեմբերի սկզբներին էր, դա վերջի այցելությունը եղավ ինչպես ջուղայի տարածք, այնպես էլ ցավոք սրտի Նախիջևանի տարածք։ Այնպես որ մենք առիթ կունենանք ըստ երևույթին անդրադառնալու նաև մեր մշակութային արժեքների այդ բարբարոս ոչնչացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված իմիջիայլոց պետք է ասել, ես որքան պատմության մեջ գիտեմ, ուշ վերջի 2 դարվա ընթացքում այսպիսի պետական ծրագրով ոչ մի երկրի տարածքում այդպիսի բարբարոսություն չի կատարվել։ Ցավոք սրտի դա հաջողվեց Ադրբեջանին կատարել եւ հայ ժողովուրդը հերթական անգամ փաստորեն զրկվեց իր նյութական արժեքներից։ Իրենց ավակ եղբայրներին եւ Թուրքիայի, այո, իհարկե, դրանք ծրագրված բաներ են, եթե մենք ժամանակ ունենանք, անկասկած ես կանդրադառնամ այդ խնդիրներին։ Ես կարծում եմ առաջիկա մեր հաղորդումներից մեկի ժամանակ, այսինքն ոչ թե կարծում եմ, այլ նախատեսել ենք, ուրեմն ինչպես մենք արեցինք Նախիջևան, քաղաքական պատմություն մշակութային, այդպես մենք նախատեսում ենք եւ Արցախ անել, եւ Ջավախք անել, եւ անշուշտ Արևմտյան Հայաստանը եւ Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգության ոչնչացումը, որովհետեւ դա մշակութային ցեղասպանություն է։ Անկասկած Արտակ դուք ճիշտ եք բանում, բայց լավ, մենք փաստորեն արձանագրողներ ենք լինում մեր մշակութային արժեքների կորստյան, սակայն մենք արդյոք զորու չենք պաշտպանություն իրականացնելու։ Սա կարևոր խնդիր է, այսօր համազգային խնդիր է, որին արժե մի հաղորդում նվիրել, ինչ մենք կարող ենք անել պետականորեն, համազգայնորեն, աշխարհասփյուր մեր հայությամբ, որովհետև մենք տեսնում ենք, պետք է սպառ ասեմ, որ գրեթե վերջին 20 տարվա ընթացքում մենք հստակորեն տեսնում ենք, որ այլ պետությունների տարածքում հայկական մշակութային արժեքները, հուշարձանները վտանգված են եւ օրստորի դրանք ավերվում են։ Տեսեք Ադրբեջան, Նախիջևան, լրիվ ավերեցին, Թուրքիան պարբերաբար ավերվում են եւ որոշ վերանորոգչական աշխատանքներ վերջի տարիների, որ նրանք կատարում են, սրանք չեն կարող ծածկել այն հասարակական կորուստները, որ մենք ունենում ենք Վրաստանի տարածքում, ցավոք սրտի մեր եկեղեցական ճարտարապետությունը վրացականացվում է, երբեմն մենք տեսնում ենք Ռուսաստանի տարածքում հայկական գերեզմանատանների պղծումներ, Կիպրոսի բռնագրաված տարածքում թուրքական մասում հայկական վանքերի ավերումներ եւ այլն։ Այնպես սա մեզ պետք է պետականորեն, ազգայնորեն պետք է բերի մի եզրակացության, որ մենք պաշտպանը չենք կամ չենք կարողանում իրականացնել մեր մշակութային արժեքները տարբեր երկրներում։ Չնայած որ աշխարհասփյուր մեր հայությունը, մեր չգիտեմ միջոցներ ունեցող միլիոնատերերը այդ ուղղությամբ գուցեև չեն էլ մտածում։
կազմակերպել է պետք։ Այ ինչ որ դուք ասում եք, երբ որ Ջուղայի Խաչքայերի վերջի ոչնչացումը եղավ, վերջին փուլը, ես շատ զարմացած էի, որ ընդամենը ինչ էր, կես րոպե կամ 1 րոպե նյութ էր, որ տեսագրված էր Պարսկաստանի տարածքից եւ ինչի էի շատ զարմացած, ոչ CNN-ով, ոչ BBC-ով եթեր չգնաց, լավ, դժվար է 1 րոպե եթեր տալը, որովհետեւ մենք արտաքին սիրելիս, մենք պետականորեն հատուկությամբ չենք մտածում, չենք գործում։ Մուհամեդի ծաղրանկարները վերեցին համաշխարհային այսպես ցնցումների, երբ որ հսկայական մի ամբողջ մշակույթ։ Նույնիսկ ես ձեզ ասեմ, որ Ջուղայի մասին այդքան ես վերջին 6-7 տարվա ընթացքում որ մշտապես բոլոր հերոստակայանները այդ թվում նաև համեկը բազմաթիվ անգամներ այդ կադրերը ցուցադրվել են, խոսվել են, այսօր էլ մինչև այսօր էլ մեր պետական պաշտոնատար անձած բերանից, մեր լրագրողների, հերոստակայանների հաղորդավարների բերանից Ջուղայի մասին խոսելուց նոր Ջուղայի մասին են խոսում։ Նոր Ջուղայի մասին են խոսում։ Չեն տարբերում նոր Ջուղան։ Չեն տարբերում որն է նոր Ջուղան, որն է հին Ջուղան։ Էլ ուր պետք է մենք ասենք թե ինչու, այո, դա պետական ծրագիր է, բազմիցս գրել եմ, ասել եմ բազմաթիվ հաղորդումների ժամանակ, այո, վերջերս էլ նոյեմբեր ամսին անցյալ տարվա Ամերիկայի Միացյալ Նահանգներում ես բազմաթիվ միջոցառումներ ունեցա, Հարվարդի համալսարանում բացվեց Նախիջևանի հուշարձանների լուսանկարների վերաբերյալ մեծ ցուցահանդես, որ 20-րդ տևեց, գիտաժողովը Նախիջևանի մասին հատուկ Լոս Անջելեսում հանդիպումներ ունեցանք, ես Լոս Անջելեսյան հերոստակայաններում մի քանի կայաններում մեկ ժամանոցի չափ այդպես 5-6 հաղորդումներում տենում այդտեղ շատ խիստ եւ ներկայացրել եմ մեր սփյուռքահայ կազմակերպություններից սկսած հայ դատի համազգայինի մեր ամերիկյան համալսարանի հայագիտական կենտրոնի ազգությամբ հայագետների պասիվ հայեցողական մոտեցումը մեր մշակութային արժեքների նկատմամբ այսպես չի կարելի, այսպես մենք չենք կարող սերունդ դաստիարակել, այսպես մենք չենք կարող մեր մեջ պահել հայկականությունը, հայկական մշակույթի կրելը, հետաբերս ասել է թե մեր ազգային պետական կառույցները չեն կարող ամրապնդել։ Սա շատ ցավալի խնդիրներ են, որոնք պետք է իրոք քննարկման խնդիր լինեն, մենք կարողանանք գործնական քայլերի Եվ ոչ թե հաղորդումների միջոցով մենք կարողանանք ասենք ինչ-որ բան տեղ հասնել։ Անշուշտ դրանք շատ կարևոր բաներ են, սակայն պետության աջակցությունը անպայման պետք է լինի։ Մեր համազգային կառույցները անպայման այդ խնդիրներով պետք է զբաղվեն։ Եվ ոչ թե միայն խոսքով, հայրենասիրական ճառերով, դրանք բոլորը կարող են ասել։ Ես ասեմ, մեր հայրենակիցներից շատերը նույնիսկ տեղեկացված չեն, այ հիմա մենք ժամանակագրական հերթականությամբ, երբ որ կանցնենք հուշարձաններին, վիճակագրությունը, երբ որ միայն վիճակագրությունը, այ պարոն Այվազյանը ավելի մանրամասն կներկայացնի, 27,000 մշակութային արժեք է ոչնչացվել միայն Նախիջևանի տարածքում, 27,000 թիվը մենակ, որ պատկերացնելու համար սա մշակութային ցեղասպանություն հասկացություն է եւ անցած անգամ եւ Հովսեփյան Յուրայի հետ երբ որ զրուցում էինք 2003 թվականին ես հատուկ մի բան ներկայացրեցի Օսկանյանին արտգործնախարար հայ-ադրբեջանական բան ուրեմն այս կոնֆլիկտի մեջ դիվանագիտական ասպարեզում մտցնել եւ Նախիջևանի հարց մշակութային ցեղասպանության հարց եւ Ադրբեջանի տարածքում ազգային փոքրամասնությունների ոչնչացման այսինքն Ադրբեջանը որպես ցեղասպան պետություն ամբողջ մի ծրագիր որը այդպես էլ անհասկանալի ինձ համար ընթաց չստացավ եւ 27000 պատկերացրեք միայն մեկ տարածքում մեկ չէ ճիշտ ասած պետք է համաձայն չլինեմ, պետք է ասեմ, որ ճիշտ հասկանալի պատճառներով։ Հասկանալի պատճառներով ցավոք սրտի, այո, ցավոք սրտի։ Պարոն Օսկանյանի շատ եմ հարգում, որպես անձ, որպես ասենք գործիչ, բայց պետք է ասեմ, որ միայն հենց գոնե ջուղային վերաբերող խնդիրով բազմաթիվ անգամներ այս խնդիրները բարձրացել է միջազգային կազմակերպությունների արչև, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի արչև, բայց պետք է ասել միայն ելույթի կարգով, պահանջի կարգով։ Արտաքին գործոս նախարարությունը երբեք այսօր Նախիջևանի մշակութային ցեղասպանությունը արժեքների երբեք իր ծրագրային խնդիրների մեջ չի ներառել։ Ես մեկ-երկու կոնկրետ փաստ պետք է ձեզ բերեմ, որպեսզի հերոստատիտողը չկարծի, թե ասենք անիրավի ես որևիցե մեկին փնովում եմ, ընդհակառակ ես կուզենայի, որպեսզի ես սխալ լինեի, իմ սխալ լինեի եւ այդպես չարտահայտվեի։ Տեսեք, պարոն Օսկանյանը շատ լավ գիտի, բայց իր կառույցները, որոնք պարտավոր են մեր դեսպանատների մշակութային գործիչները տեղյակ լինեն, երբեք նրանք, ինչպես ասում են, այս խնդիրների շատ հեռու անձնավորություններ են։ 2 տարի առաջ 2006 թվականին Մոսկվայում մեզ դարձյալ բացեցի Նախիջևանի հուշարձանների լուսանկարների մեծ ցուցահանդես, եւ որտեղ հենց մեր դեսպանատան շենքում
որտեղ մասնակցեցին ռուս մտավորականությունների շատ-շատերը։ Հիմա այս փաստ ասեմ դուք զարմանաք։ Մեր դեսպանատան աշխատակիցներից ոչ մեկը մասնակցություն չունեցավ։ Կլոր սեղան այդտեղ մենք կազմակերպեցինք։ Մասնակցում էր նաև Հայաստանում առաջին ռուս դեսպան Ստուպիշն եւ այլոք։ Մերոնցից ոչ ոք չմասնակցեց, պատկերացնում եք դեսպանատան աշխատակիցներից։ Այս նույն բանը կրկնվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Դուք չեք պատկերացնի Հարվարդի Հավարսյանի այդ միջոցառման ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ադրբեջանի եւ Կանադայում Ադրբեջանի դեսպանատաներ ինչ հսկայական աշխատանքներ էին տարել, որպեսզի Նախիջևանյան այս միջոցառումները չիրականանան։ Ընդհանուր միջև Ադրբեջանի արտաքին գործոս նախարարության խոսնակը պաշտոնապես հայտարարել, որ Ադրբեջանը դիվանագիտական բոլոր միջոցները պետք է ձեռնարկեն, որպեսզի Նախիջևանյան այս խնդիրները այդտեղ չիրականանան։ Մեր դեսպանատան կողմից, մեր ազգային կառույցների կողմից պետք է ասել քար լրություններ, մասնակցություն անգամ չունեին։ Ճնշում էին գործադրել կազմակերպիչների վրա, ֆինանսավորողների վրա։ Դրանից բացի գալիս միջոցառումների ժամանակ 5-6 հոգով ադրբեջանցիները մասնակցում էին եւ հարցեր էին տալիս, աշխատում էին գիտական տեսակետից շեղել եւ այլ եւ այլն։ Սրանք մեր մեղքն են, եւ ասել ճիշտ է, դրանք վայրենի բարբարոսներ են, որ իրենց համար բացասական պետական խնդիր են լուծում։ Այո։ Շերտը որ լրիվ հայկական շերտը Նախիջևանի տարածքից վերացել։ Նույն իրավիճակն էր Արցախի Տիգրանակերտի հետ կապված, եւ ես հիշում եմ Համլետը Պետրոսյան, երբ որ պեղումները բացվել են Աղդամի շրջանի տարածքում, որ ավելի լավ վկայություն այդ տարածքների բնիկ հայկականության աշխարհին ցույց տալու հազիվ հնարավոր է։ Պարոն Օսկանյան, շատ ներողություն, այս ատլասը ուղարկել եմ պաշտոնական նամակով, նույնիսկ առաջարկել եմ, որպեսզի մեր դեսպանատաների մշակութային կցորդների դեսպանատաները գոնե ունենան Նախիջևանի մասին իրենց ձեռքի տակ մի փաստաթուղթ, խնդիրը լինելու դեպքում իմանան այս տեղեկությունները օգտագործեն։ Խնդրել եմ, որպեսզի որոշ քանակություն 50 օրինակ, 100 օրինակ գնեն իրենց դեսպանատաների համար, առ այսօր 1 տարի անցել է, ոչ մի օրինակ չեն ուզում գտնել։ Նույն այս ջուղայի կործանված Խաչկարի սիմֆոնիան։ Պաշտոնապես ես նվիրել եմ պարոն Օսկանյան եւ վերջ, ոչ մի խնդիր չկա։ Իսկ ինչու Արգամ Այվազյանը կարող է իր անձնական միջոցներով, չգիտեմ, հովանավորներ փնտրելով սրանք հրատարակել, սրանք ում համար ենք մենք հրատարակում։ Ինչի համար։ Ես այս բաները շատ ամազնապես գիտեմ։ Կամ են մեկ ուրիշները ասեն կարող են իմանալ։ Սրանք արվում են, որպեսզի պետությունը, մեր կառավարությունը ունենա փաստաթուղթ, ունենա, ինչպես ասեմ, եթե պատերազմական լեզվով խոսենք, արկերը ունենա, որպեսզի կարողան այս արկերը տեղնեկած ժամանակ, հրազենի ժամանակ օգտագործել։ Սակայն այս արժեքները չեն օգտագործում, մեր գիտական մարմինները, ակադեմիան, մեր ակադեմիան չի օգտագործում, արտաքին գործոս նախարարությունը չի օգտագործում, մշակույթի եւ գիտության կառույցության նախարարությունները չեն օգտագործում։ Դրա համար մեր վիճակն այսպեսին է, գիտեք։ Հավատացած եմ, դուք կարող եք այսօր գնալ այս թվարկածած նախարարությունները կամ այս հրատարակությունները իրենց գրադարաններ անգամ չունեն։ Ես գիտեմ։ Գրադարաններն անգամ չունեն։ Ինչի մասին ասեմ, ձեզ հատուկ հրավիրելու իմ նպատակներից մեկն էլ ոչ միայն մեր սփյուռքահայ հայրենակիցներին տեղյակ պահելն է, այլ նաև համապատասխան մարմիններին, համազգային կառույցներին անպայման այն աստիճանի, որ մանրապես ասած անտարբերություն է, որ ես հիշում եմ նաև հենց ջուղայի վերաբերյալ առաջի գործանումը, որը սկսվեց 1998 թվականին Հայդատի կայքեջուրում, առաջինը Հայդատն էր, որ Պարսկաստանից այլ լուսանկարը, որ ստացավ, տեղադրեց իրենց կայքեջուրում։ Եվ նույն Հայդատին անցյալ տարվա ընթացքում այդ միջոցառումները կազմակերպան Ամերիկայում, դիմեցին պաշտոնապես կազմակերպիչները, եւ ոչ այո, ոչ մի հարցում միջամտություն չունեցան։ Սա հենց ճիշտ եւ ճիշտ այսպիսի մշակութային ավերածությունները, կործանումները, բարբարոսությունները գալիս են ապացուցելու Հայդատի այն պնդումները մեր 1.5 միլիոնանոց ասեն զոհերի փաստերով, որ այսօր էլ Թուրքիան, Ադրբեջանը երբեք իրենց բնածին մարդկային էությունից առ այսօր չեն հրաժարվել եւ հրաժարվելու միտում չունեն։ Սրանք գալիս են ապացուցելու թե եվրոպացիներին, թե ամերիկացիներին, որ մարդկանց սպանելուց հետո նաև արդեն նրանց արժեքները, նրանց հետքերն են վերացնում։ Բայց մենք չենք օգտագործում, գիտեք, չենք օգտագործում։ Կան անհատներ, որոնք աշխատանքներ են կատարում, բայց այդպես շատ դժվար է։
Լավ, հիմի մենք փորձ անենք ժամանակագրական հերթականության մի այսպես էքսկուրս անելու եւ օպերատորին ես խնդրեմ, որ ցուցադրի։ Առաջինը այս քարտեզը դուք որ տեսնում եք 86 թվականի 86 թվականի ես կազմել եմ այս գրքի քարտեզն է, որտեղ տեսողական ինչ որոշ չափով թե ինչ տեղաբաշխվածություն ունեն Նախիջևանի տարածքում հայկական մշակութային արժեքները։ Պետք է ասել, որ գրեթե բնակավար չկա Նախիջևանի տարածքում Շահուրի դաշտից բացի, որ ավերվել են հայկական հուշարձանները, մնացած բոլոր տարածքներում վանական համալիրներ, եկեղեցիներ, խաչքարեր եւ այլն։ Ինչպես դուք նշեցիք, այս ատլասում ես նշել եմ, ցավոք սրտի ավերվեց մոտավորապես 27000-ի հասնող հայկական ճարտարապետական մշակութային արժեքներ։ Դա հասկացաբար մի ժառանգություն է։ Հիմա խնդրեմ, որպեսզի հաջորդ լուսանկարների բլոկը ցուցադրեն եւ ընթացս մենք մեկնաբանենք։ Հա մենք տեսնում ենք Կապուտ ջուղ լեռնագագաթը, նավասար կամ տապանասար է այն հատվածն է, որտեղ պահպանվել են Քրիստոսից առաջ երկրորդ առաջի հազարամյակների ժառապատկերներ։ Դիասել հա ժառապատկերներից որոշ նմուշներ այսօր մենք ցուցադրենք։ Ադրբեջանցի ուսումնասիրողները սրանք նույնիսկ վերագրում են ադրբեջաներեն Այբուբենին։ Պատկերացնում եք։ Ես հիշում եմ նауկայի տեխնիկա ամսագրում հրատարակվեց մի հոդված, որտեղ անդր եթե հիշում եք, դա ես Հիսուս Քրիստոս բառը որ վերցրել են ադրբեջաներեն Այբուբենի հետ զարմանալի բաներ են կատարում, բայց մենք պետք է զգոն լինենք, կարողանանք ժամանակին հակարված տալը, հատուկ ես հոդվածով դա հրատարակել եմ, գրքերում բոլորում կան նավասարի ժառապատկերները, միան նավասարում չեն, Նախիջևանի տարածքում ևս 2-3 տեղ մենք ունենք բարձրլեռնային գոտիներ, որտեղ կան նաև ժառապատկերներ։ Դա ինստինկտիվ գալիս է ապացուցելու, որ Նախիջևանը նախնադարյան շրջանից սկսած մեր մշակութային օջախներից մեկն է եղել, այդ շերտը, հնագիտական շերտը եկել մինչև պետք է ասել վերջի շրջանները։ Հա տեսնում ենք հին շրջանի երկրորդ հազարամյակի վերջին եւ առաջին հազարամյակի սկզբներին վերաբերող Ճահուկ Բերդի պարիսպներից մեկը հսկայածավալ մի բերդատարածք է, բերդաքաղաք է եղել։ Կիկլոպյան ամրոց։ Կիկլոպյան ամրոցներից ավելի շատ տեսեք մոտավորապես 5-600 մետր այդ պարսպաշարքից մի հատված այդպես մնում էր։ Դա Ճահուկ գավառի հենց Ճահուկ ավանի մերձակայքում Ազնաբերդ յուղի մերձակայքում գտնվող հատվածում է այդ բերդը։ Այնպես որ եթե մենք գալիս ենք ուշ շրջան արդեն առաջին հազարամյակի տեսնում ենք Արփա բերդի պարիսպներից մեկն է, որը դարձյալ վաղ շրջանի է, սակայն ուրարտական շրջանում պետք է ասել, սա վերակառուցվել է այս բերդը ուրարտացիների ժամանակ օգտագործվել են, մենք տեսնում ենք բերդապարիսպներից ինչպիսի խոշոր քարերով հիմա տարածքի գրեթե ավերված է դարերի ընթացքում, շատ քիչ բան է մնում, պետք է ասել, որ պեղումներն էլ չեն կատարում, առասարակ Նախիջևանի տարածքում պեղումները 19-րդ դարի վերջերից, մենք տեսնում ենք Շահթախտի կամ Արքաշատ պատմական տարածքի գտնված հիանալի խեցեղաններից մեկը Գոնազարդ, որը առաջին հազարամյակի նյութ է, տեսնում ենք Նախիջևանի հյուսիսային շրջանում դա Սիսյանի Լեռնանցքի հատվածում գտնվող նախնադարյան կայաններից մեկն է, Քարետուն անվամբ, 3 փոքրիկ թե 4 փոքրիկ սենակներից կազմված բան է, որը նաև ունի արձանագրություն, հա մենք տեսնում ենք հենց այդ Քարետան մերձակայքում Ալպյան գոտում գտնվող ձկնակերպ կոթողներից մեկը։ Վիշապ կոթողներից, հա։ Այո, վիշապակոթողներից մեկը։ Այնպես որ կան քարանձավային այլ հնավայրեր Նախիջևանի տարածքում։ Ահա մենք տեսնում ենք գրեթե Նախիջևանի դա սա կարելի է ասել խորհրդանշական տեսակետից Նախիջևանյան մասիսն է, գրեթե բոլոր տեղերից երևում է Նախիջևանի տարածքից, իր գեղեցկատես լեռ լինելուց բացի, ահա վերջին տարիներում հայտնաբերվեց ուրարտական սեպագիր, Օձասարի արձանագրությունն է սա, սեպագիրն է, որը պետք է ասել Անդրկովկասում առաջին իր հնությամբ
Քրիստոսից առաջ 820-ական թվականներին է Սարդորորդու Իշպույնին վերաբերող, որը անդրկոսում առաջին հնագույն արձանագրությունն է, այնպես որ Երևանից ավելի հին է այդ արձանագրությունը։ Սա խրամի մերձակայքից, խրամ քաղաքի, գոյություն չունի այդ քաղաքը, հիմա Նեհրամ գյուղը այդ տարածքում ոսկյա գոտուց բեկոր է։ Սեպագիր արձանագրություն նաև Նախիջևանի տարածքում արկա է եղել, նաև Շախթախտի մերձակայքում, ժամանակ էլ Արամվրույրն է դա հիշատակել, սակայն իմ ուսումնասիրությունների տարիներին ես ինչքան փնտրեցի չկարողացա դա գտնել, ամենայն հավանականությամբ դա գյուղացիները շինարարության բանի մեջ օգտագործել են։ Սա փաստորեն մեր նախաքրիստոնեական Սա նախաքրիստոնեական որոշ այո հուշարձանների մասին այստեղ խոսվեց, կան այդտեղ Մոխրաբլուր հնավայրն է եւ այլ շատ բազմաթիվ այլ տեղերում կան, որ դա գալիս է իր նյութով, հնագիտական նյութով փաստում է հայկական տարածք լինելու խնդիրը, ոչ մի այստեղ կասկած գրեթե պետք է մենք չունենանք։ Մենք անցած հաղորդմաններ մի փոքր անդրադարձ արեցինք, որ փաստորեն վաղնջական շրջանից մենք ունենք հայկական մշակութային ընդհանուր ոլորտում եւ ժայռապատկերներ եւ հետո ասենք վաղ բրոնզե դարյան մշակույթը, որ Մոխրաբլուր կամ Քյուլ թեփե հուշարձանը լավագույն դերևս Ադրբեջանը այդտեղ վերջին ակադեմիայի մասնաճյուղ ունի, այնտեղ հիմնել է Նախիջևանի տարածքում խորհրդային իշխանության տաղն են որոշ տեղերում, մասնավորապես այդ Մոխրաբլուրում, Քյուլթափայում Աբիբուլաևը շարունակեց պեղումները, դրանից հետո պետք է ասել հետախուզական պեղումներ են արվել եւ արկա հնագիտական նյութեր, որոնք հայտնաբերում են, աշխատում են որպեսզի հայկական նյութերից հեռացնել։ Եվ դրանք անում են թուրքերի հետ համատեղ։ Ստամբուլից ստացա մի գիրք Նախիջևանի տարածքի հնագիտական պեղումներ, որտեղ թուրք-ադրբեջանական համատեղ արշավախմբեր են կարողանում եւ աշխատում են որպեսզի գիտական շրջանակներին շփոթեցնեն, շեղեն, ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնեն։ Անցնենք քրիստոնեական շրջանին, խնդրենք օպերատորին մեր հաջորդ նկարների ուրեմն։ Մենք տեսնում ենք Գողթանի սիրտը համարվող Ագուլից քաղաքի հռչակավոր Սուրբ Թոմա վանքը, ընդհանուր պատկերն է, պետք է ասել Ագուլիսը 19-րդ դարի մինչև դրա ավերել ասենք վերջերը 20-ի սկզբները համարյա թե մեր իրականության մեջ հայտնել որպես փոքր Փարիզ մականունով եւ իրոք այդպիսին էր, այդ Թոմայի տաճարն է։ Միայն 12 եկեղեցիներ ու վանք կար այդ քաղաքում, պետք է ասել Արևելյան Հայաստանում գրեթե այդպիսի մենք բնակավար գրեթե չունենք, որպեսզի 12-13 միայն վանք եկեղեցիներ լինեն, ել չեմ խոսում, ասենք մի քանի մատորների։ Մենք տեսնում ենք քաղաքից մի պատկեր, առաջի պլանում գերեզմանատունն է եւ Քրիստափոր եկեղեցին է։ Այս գերեզմանատուն 87-ի, որ մենք Նախիջևան այցելեցինք, արդեն գոյություն չուներ 87-ին։ Լրիվ արդեն դրա տեղը շենք են կառուցել, բարեբախտաբար ժամանակին ես արձանագրությունները բոլորը հավաքել էի։ Քրիստափոր եկեղեցին է հարավից, որմանակարված, ինչպես նաև այս եկեղեցին անպես էլ Թոմայի վանքը Նախաշ Հովնաթանի կատարած որմանակարներն են պահպանվում էին։ Սա Սուրբ Շմավոնն է Ագուլիսի, որը արդեն 30-ական թվականներից հետո 50-ական թվականներից արդեն այս տեսքին էր։ Մինչև 30-40-ական թվականները կանգուն եկեղեցի էր, նրանց հետո ավերված այս միան ավագ խորաններ մնացել։ Կա Ագուլիսի տարածքում բազմաթիվ նաև այլ եկեղեցիներ, գերեզմանատներ, մշակութային այլ արժեքներ։ Սա Մեսրոպ-Ավանի Գրիգոր Լուսավորիչ կամ Մեսրոպ Մաշտոց վանքն է, որը ավանդության համաձայն Մեսրոպ Մաշտոցը Գողթնում բնակվելու տարիներին կենսագիր կորյունի հավաստմամբ այս բնակավայրում է եղել։ Սա Ցղնայի մյուս նշանավոր բնակավայրը Գողթնի Ցղնայի Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Բավականին մեծակառույց, լավ պահպանված էր։ Պետք է ասել ցավոք սրտի այս պատկերները, որ մենք դիտում ենք, սրանք արդեն գոյություն չունեն այս 98 թվից հետո, տարբեր տարիներում լրիվ ավելեցին, հաղորդման վերջում մենք երևի կցուցադրենք որոշ կադրեր, դա Վանանդեցիների, Թոմա Վանանդեցու նստավայրը, եպիսկոպոսի նստավայրի վանքն է, Սուրբ Խաչը, Վանանդազորի ամենավերին հատվածում գտնված, որը տարիներ շարունակ օգտագործում էին որպես անասնագոմ։ Սա Նորակերտի, Գողթանի գավառի Նորակերտի եկեղեցին է, թարգմանչած վանքն է, բավականին հին
եկեղեցի եւ արձանագրություն այդտեղ մենք ունենք մի խաչքարի արձանագրություն, որը գալիս է 7-րդ դարից։ Որոնք միջավայրից այս բոլորը հատորում հրատարակված են։ Սա Ռամիսի եկեղեցին է Սուրբ Աստվածածին Զանգեզուրի լեռնաշխարհի բարձրագույն հատվածում տեղադրված Նախիջևանի բնակավայրից մեկը 70-ական թվականներին արդեն այդտեղ 10-12 տուն մարդ էր ապրում, հիմնականում ծերեր, ամուսիններ։ Սա Երնջակ գավառի Նորաշեն գյուղի եկեղեցին է, որը դարձյալ ավերված է։ Ահա Նորաշենի մերձակայքում նրա բնակավայրերը հիմնականում Երնջակ գավառի բնակավայրերը տարածված են Վիշապասար կամ Օցասարի շրջակայքում։ Մենք խնդրենք հաջորդ բլոկն էլ, հա, շարունակվի, որտեղ քրիստոնեական հուշարձանները շարունակվում են այստեղ։ Ահա Օցասարի անմիջապես Քարնայի, հռչակավոր Քարնայի համալսարանի եկեղեցին է, Աստվածածինից մնացած այս դամբարանատիպ եկեղեցի, որը 70 օրվա ընթացքում 1330 թվականին Հովանես Քարնեցու մորեղբայրը Գեղջավակն է կառուցել տալիս։ Սա հռչակավոր Երնջակ Բերդն է, մեր մշակութային պատմության մեջ կամ մշակութային արժեքների շարքում բազմիցս հիշատակված Հայաստանի ամենաանմաչելի բերդերից մեկը, Արքունի գանձերն էին պահում։ Արքունի, Սունանց աշխարհի գանձերն էին պահում, amma տեսնեք այդ բարձունքն է, երբեմն մարդ մտածում է այդ բարձունքի վրա մարդիկ ինչպիսի են շինարարություն կառուցել, մենք առիթ կունենանք հիմա կանայինք որոշ կադրեր, կարծեմ այնտեղ շինարարական հետքեր երևում են։ Երկու մասի է լեռնագագաթը, շատ ամուր բերդերից մեկն է, նույնիսկ Լենգթեմուրի արշավանքների ժամանակ նրանք չկարողացան այդ բերդը գրավել։ Ահա մենք տեսնում ենք շինություններից մնացած հետքեր, առաջի պլանում այս կալոր շրջանաձևը որ կա, դա ջրամբարներից մեկն է։ Բնա 9 այդպիսի մեծ ջրամբարներ կան, սա ամենափոքր ջրամբարն է, որտեղ պաշարումների ժամանակ ջրի խնդիրը լուծել են։ Սա Նախիջևան քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցին էր, որ 75 թվականին դեռևս ավերեցին, այս եկեղեցում էր, որտեղ արաբները որ հավաքում են հայ իշխանին 705 թվականին, մի մասը այս եկեղեցու, մի մասը խրամի, ոչ հեռու գտնվող խրամ եկեղեցում կենտրոնի արեցին։ Սա Նախիջևան քաղաքում գտնված եկեղեցի դամբարանն է, որը վերագրում են Նոյին, դա Նոյի դամբարանն է, արդեն 40-ական թվականներից հետո ավերված է։ Սա ցարական Ռուսաստանի ժամանակ ունեն տպագրված էր բացիկների վրա Նախիջևանում, հենց այդպես մակագրությամբ։ Սա Նախիջևանի եկեղեցին ու Սուրբ Գևորգը 19-րդ դարի եկեղեցի է կառուցված, կարծում եմ որ սա էլ անպայման ավերված կլինեն, որովհետև այցելությունների ժամանակ ովքեր եղել են վերջին 1-2 տարվա ընթացքում, ես բազմաթիվ տեղեկություններ եմ ստացել, որ գոյություն չունի։ Սա Աստապատի հռչակավոր կարմիր վանքն է կամ Սուրբ Ստեփանոսը, ավերակ համալիրից մնացած հատվածը, որոնք հիմնականում ավերեց նաև 99 թվականին։ 99-ին։ Արդեն Արաքսի մյուսապից տեսել են տղաները եւ ասեցին դա Գավիթի մուտքն է Աստապատի վանքի 13-14-րդ դարի, Աստապատի վանքը 7-րդ դարից հիշատակվում է մեր պատմության մեջ, նույնն էլ Նախիջևանի եկեղեցին, որտեղ խրամի հետ միասին հայ իշխաններին ավերեցին, սա Աստապատի Սուրբ Վարդան եկեղեցինն է, որը ջրամբար կառուցվեց Պարսկաստանի ԽՍՀՄ-ի ժամանակ եւ ԽՍՀՄ-ի եւ Պարսկաստանի միջև, այդ ջրամբար կառուցման ժամանակ ամբողջ մի քանի գյուղեր մնացին ջրի տակ, այդ թվում նաեւ այս եկեղեցին։ Խնդրենք օպերատորը շարունակի, ահա։ Հա, սա Ազնաբերդն է, Նախիջևան գավառի Ազնաբերդ գյուղի եկեղեցին է, որտեղ նաեւ պահպանվել են բավականին շատ որմնակարված էր եկեղեցին, դա արդեն Նաղաշ Հովնաթանի դպրոցին էր վերաբերում, նրա որդիների եւ ապա 19-րդ դարում թարմացված էր դա։ Սա հռչակավոր հին ջուղայի ամենափրկիչ վանքն է, որը 99-ին եւս լրիվ ավերեցին, այդ թվում նաեւ ջուղայի մյուս հուշարձանների հետ միասին։ Հիմա մենք նայենք ջուղայի գերեզմանատներից որոշ, սա Աբրակունիսի Սուրբ Կարապետ վանքն է, որտեղ Արաբունապետ էր ժամանակին Հովան որոտնեցին։ Քիչ հետո մենք կտեսնենք այս վանքը, որ տեղը ինչ է, հրստադիտողը ինքը կարող է
տեսնել, որ ոչինչ չկա, դա ինչ բարբարոսական աստիճանի մեր մշակությանը, տեսնում եք, 2005 թվականին կատարված լուսանկարը սա, դա հոլանդացի շվեդացի ճարտարապետ Սիմ Ստիվենի լուսանկարն է, որին հաջողվեց 2 օրով Նախիջևանում լինել, հետո տեղի իշխանությունները վռնդեցին Նախիջևանի տարածքից։ Նախիջևանի տարածքում ցավոք սրտի ինչ որ մենք ցուցադրում ենք կամ չենք ցուցադրել եկեղեցիներու վանքերը, բոլորը այս վիճակի են։ Հիմնահատակ, ոչ թե ասենք պայթեցրել տեղում է ավերակ է կարող են գտնել, բեղել եւ այլն։ Հետքերը առհասարակ չկա, տեղափոխել են բոլոր շինանյութը ամեն ինչը։ Տեսեք, սա Շորոթի Սուրբ Հակոբ եկեղեցին է, քիչ հետո մի քանի կադրով մենք կտեսնենք, որ սա եւս 2005-ի տվյալներով արդեն տեղը ոչ մի հետ մենք գրեթե չենք կարողանում գտնել։ Համակ աչի վրա որոշ քարերի մի քանի կտորներ մնացել են։ Այն տարածքն է, որտեղ եղել է ժամանակին Սուրբ Հակոբ Շորոթի։ Նշանավոր երգիչ, երգասաց, գեղանկարիչ Նաղաշ Հովնաթանի ծննդավայրն է։ Աստեն սա եւս այդ եվրոպացու այս երկու հուշարձանի կատարած կադրերը, այո։ Իմիջիայլոց նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հրավիրեցինք իրեն Նախիջևյան միջոցառումների ժամանակ իր լուսանկարներից 2-3 լուսանկարներ ներառեցինք ցուցահանդեսի մեջ եւ հատուկ գիտաժողով կազմակերպեցինք Բելմոնտում Նախիջևանին վերաբերող, որը վարեց Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասելը եւ ելույթ ունեցավ, ինքը պիտի ասել, որ որքան էլ տարօրինակ լինի, Ռասելը ավելի հայ գտնվեց այս խնդրում Նախիջևանի հուշարձանների Հարվարդի համալսարանի ցուցահանդեսի կազմակերպման, գիտաժողովի անցկացման, ադրբեջանցիներին կամ պետականորեն նրանց ոտնձգություններին հակահարված տալու մեջ, քանց թե մեր Լոս Անջելեսյան հայկական թերթերի խմբագրերը, չգիտեմ, Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական ամբիոնի պատասխանատուները, ես այս խնդիրների մասին այնտեղ ավելի բաց, ավելի խիստ եմ արտահայտվել եւ հերոստայդողը թող ամենևին այնտեղ եմ ասել կարծիք չկազմի թե սրանք փնովելու նման ինչ-որ բաներ ու ոչ, մենք մեր կորուստները մշտապես պատմության մեջ տալիս ենք, տվել ենք եւ այսուհետ էլ կտանք, եթե մենք չսթափվենք մեր մշակութային արժեքները, մեր պետականության հիմքերը ամրապնդելու համար ուղիղ, շիտակ, մարդավայել պահելու պահպանելու համար։ Մեր հայրենասիրական կոչերը, ելույթները երբեմն քաղաքական գործիչների ճամարտակումները այնպես ճիշտ ասած նաև բերում են մարդու մեջ ստեղծում են հակակրանք եւ որ գործ չկա կոմունիստների ժամանակ ԽՍՀՄ-ի ժամանակ այսպիսի մի բան կար մարդու ասածը եւ գործը պետք է համապատասխան լինի բայց մենք երբեմն շատ ժամանակ տեսնում ենք հայրենասիրական ճառեր աշխատանք մենք չենք տեսնում Դա է պատճառը, որ մենք գրեթե պետք է ասել բոլոր բնակավարներում, եթե թերություն ենք ունենում, եթե տանուլ ենք տալիս, սա է խնդիրը։ Բոլորից շատ քաջ հայտնի է, որ 94 թվականին պատերազմի դատարից հետո այսօր Հայաստանը, Ադրբեջան, Թուրքիան գտնվում են քաղաքական, տնտեսական, մշակութային պատերազմի մեջ, գիտական պատերազմի մեջ։ Պետք է ասել, ընդհանուր առումով պետք է ասել մենք լավ պաշտպանված չենք, Իսկ Նախիջևանի խնդրում պետք է ասեմ մենք ուղղակի այդ դաշտը լքել ենք։ Այդտեղ գրեթե ոչինչ չենք անում։ Եթե ես էլ այս հրատարակությունները չանեմ, ես էլ հրապարակային ելույթները չլինեն, գրեթե մենք աղավաղումներով մեր բողոքները եւ որ ներկայացնում ենք ՅՈՒՆԵՍԿՕ այս խնդիրների վերաբերյալ շատ հեղուկ են կամ նամակները ուղարկում են աշխատանք չենք տանում։ Հետևական չենք, հասկանում եք։ Եթե միան հենց ջուղային վերաբերող մենք մի բլոկ էլ ունենք ջուղային վերաբերող կարող ենք ցուցադրել եւ նայել։ Օպերատորը ցուցադրի, հետո կշարունակենք։ Համենք տեսնում ենք սա ջուղայի մյուս եկեղեցիները Պոմբոլոզի ժամն է, որը դարձյալ պայթեցվեց, հետ անգամ գոյություն չունի։ Դա արդեն պասկական ափից մեր ընկերները լուսանկարեցին, սա ջուղայի գերեզմանատնից մի պատկեր է, որը պետք է ասել նույնիսկ ջուղայի գերեզմանատան խաչքարերի քանակը մեր պաշտոնատար անձիկ, որոնք նշում են կամ չգիտեմ գիտական, հասարակական գործիչները նշում են, չեն կարող կողմնորոշել 10,000 է, 5,000 է, 3,000 է
չնայած հրատարակությունները չեն կարծում, որ իմանան, մնացել էր այս վերջի 50 տարվա ընթացքում մոտավորապես 4500 ի չափ խաչքարը, գերեզմանատանից բացի նաև մյուս վանքերին կից գերեզմանատանների հետ է միասին հաշված։ 10,000-ի մասին են խոսում, այս 10,000-ի պատասխանատվության խնդիրը Ադրբեջանի առջև են դնում, որի մասին չպետք է այդպես լինի, քանզի մենք շատ լավ գիտենք, խաչքարերի զգալի մասը կործանվեց Երկաթգծի անցկացման ժամանակ դա 1898-1903 թվականներին։ Այն ժամանակ Ադրբեջան առհասարակ գոյություն չուներ։ Նախիջևանը գտնվում էր Երևանի գավառի մեջ, նահանգի մեջ, ցարական իշխանության տիրապետության տակ էր։ Այնպես որ պետք է մենք զատենք խորհրդային իշխանության տարիների ավերումներն զատենք։ Մեր խոսքը բողոք Ադրբեջանին վերաբերում է 1998-2005 թվականներին։ Հա տեսնում եք այդ գերեզմանատանից այսօրվա վիճակը, որ ոչինչ չի մնացել։ Զինվորական պոլիգոն են սարքել, հրաձգարան, եւ այս բանը մենք կուլ ենք տալիս։ Տեսնենք Ադրբեջանը վերջին տարիներում մի քանի հաջողվեց իրեն մի քանի փաստահավաք հանձնաժողովներ բերել ազատագրված տարածքներում, իբր թե Հայաստանը բնակեցրել է ճշտումներ կատարելու համար, հրդեհի վերաբերյալ խնդիրները մենք չկարողացանք ասել 5-6 տարվա ընթացքում մի հանձնաժողով Նախիջևան կարողանանք առաքելություն ունենալ ճշտումների շարժանների թվականակը ինչքան են ավերել։ Եվ որ այսքան փաստաթղթեր կան։ Իմիջիայլոց ջուղայի վերաբերյալ առհասարակ Նախիջևան գնալու հանձնաժողով կազմել անհրաժեշտությունը չկա։ Բազմաթիվ փաստական նյութեր կան, որոնք մարդիկ տեսնում են։ Ուղղակի մենք հետևողական չենք, այսօր պետականորեն մենք խնդիր չկարողացանք բարձրացնել Ադրբեջանին ճանաչելով որպես բարբարոս ազգ, ՅՈՒՆԵՍԿՕ-ից նույնիսկ կարելի է հեռացնել նրան, չէ՞ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջի հերթին խնդիրն այն է իր տարածքի պետության տարածքում եղած բոլոր մշակութային արժեքները պահելու, պահպանելու համար։ Իսկ այս մարդը այս իշխանությունը Ադրբեջանի Նախիջևանի ոչ միայն չի պահպանում, այլ ընդհակառակը ավերում է պետական մակարդակով, ոչ թե ասենք մասնավոր գանձախույզեր, չգիտեմ, էմոցիոնալ դաստիարակության տեր անձնավորություններ եւ այլն։ Սա մեր մեղքն է, մեր թուլությունն է, նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունների թուլությունն է, որ մենք չենք կարողանում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել։ Ընդհակառակը նրանք են Ադրբեջանի առջև միջազգային կազմակերպությունների ներկայացնում փաստեր, փաստաթղթեր, թե որ Հայաստանում է ադրբեջանական հուշարձաններն ավերվել։ Սա ճիշտ եւ ճիշտ այն է, եթե մենք ապավինենք ժողովրդական ազգ ու խոսքին, պետք է ասել, սելը ճարռալու փոխարեն սելվորն է ճարռում։ Ես նրանց չեմ մեղադրում, պետք է չագերտավոր վերցնեմ, որտեղ նրանք իրենց աշխատանքը կատարում են ժողովրդի համար, վերացնում են, նրա ծրագիրը սա է։ Իսկ մերը ցավոք սրտի մտածում են երևի այսօր մարդիկ կան արցախցիներ, ղարաբաղցիներ, հայաստանցիներ, նախիջևանցիներ, արևմտյան հայաստանցիներ, սա պետք է ասել հեղուկ մի մտածողություն է, որ մեր ժողովրդի մեջ բուն է դրվում։ Պատկերացրեք այսքան կուսակցական կազմակերպություններ, գուսակցություններ 74-75 այս մի բոր ժողովրդի մեջ այդքան ինչ են նրանք քարոզում մարդ չի հասկանում։ Միմյան ընտրությունների ժամանակ, միմյան չգիտես ինչի ժամանակ։ Եկեք ընկերներ, այս բոլորը մի կողմ դնենք, իմանանք, որ մենք ունենք պետություն, պետությունը պետք է հզորացվի։ Մենք ունենք մշակութային արժեքներ, որ տերը պետք է լինենք, ժառանգոտը պետք է լինենք։ Այսօր այնպես կարող է պատահել, որ միայն մենք Հայաստանի տարածքում մեր մշակութային արժեքները կարող ենք պահել, պահպանել։ Պետք է ասեմ, որպես այդ ծառայության պատասխանատուներից մեկը, երբեմն մենք չենք կարողանում այդ բավարար վիճակին պահել, պահպանել խնդիրները լուծել այսօրվա քաղաքաշինության խնդիրների հետ կապված, հողօգտագործման խնդիրների հետ օգտագործված եւ այլն։ Մենք պետք է իրոք շատ սթափ կերպով մեր դեմքը շուռ տանք դեպի մեր մշակութային արժեքները, գործով եւ ոչ թե միայն խոսքով։ Ես ուզում էի մի երևույթի մասին էլ խոսեինք, Նախիջևանահայության ճակատագրի մասին, ընդ որում երկու կետ այստեղ առանձնացնելով։ Նախ ձուլված հայերը Նախիջևանի տարածքում, ես շատ լավ հիշում եմ, խորհրդային բանակում, երբ որ ես ծառայում էի, Նախիջևանից մի տղա եկավ, որի դեմքից շատ ակնհայտ էր, որ հայ է։ Ինչն է հետաքրքիր, ուրեմն կոմերիտական տոմսի մեջ, սովետական միություններ բոլորը կոմերիտական էին ընդունում, ազգությունը գրած էր հայ, անձնագրի մեջ ադրբեջանցի։
Այսինքն այդ ձուլման ընթացքը, որ եղավ սովետական իշխանության տարիներին եւ վերջին հայկական գյուղը Ազնաբերդն էր, եթե չեմ սխալվում, որը 88 թվականին Նախիջևանահայության ճակատագիրը եւ որքան ես գիտեմ, դուք նաեւ Նախիջևանահայոց միության Այո, այդ Նախիջևանահայության, ասենք, չգիտեմ, հայրենակցական միության կազմակերպիչ հիմնադիրներից մեկը ես եմ եղել, բայց հետեւյալն է, պետք է ասել Նախիջևանի տարածքում էթնիկ հայկական շերտի մեջ պետք է մենք նայենք դա կաթոլիկությունը ընդունած հայությանը, դա որոնք մի 6-7 բնակավայր է, այդ թվում Քրնան, ասենք պետք է վերցնել Ճահուկի կենտրոնը, Ճահուկը, Շահապունք, մի 6-7 բնակավայրեր կային, որոնք շատ լավ դուք գիտեք 14-րդ դարից սկսած Հռոմի դիրքորոշումը Հայաստանի տարածքում նաև ավելացնելու հարեցին որոշ կաթոլիկական ընդունեցին կաթոլիկություն, բայց նրանք չզուլվեցին ընդհանուր մինչև 17-րդ դարի կեսերը։ Միայն 17-րդ դարի կեսերին փաստորեն կրոնափոխ եղան այդ հենց այդ կոմպակտ ապրող գյուղերը, որոնք եթե նայում ես նրանց մարդաբանական տեսակետից դարձյալ ասենք զուտ հայկական բանուն են։ Նույնիսկ պետք է ասել, որ Խոշկաշեն, որ խորենացու պատմության մեջ հիշատակվում են Օցասարի անմիջապես կողին կապած բնակավայրից մեկն է, որոնք ավեր են, հիմա գոյություն չունի, իրենց գերեզմանատան արձանագրությունները հավաքելիս հետաքրքրում են փաստի առաջ եկավ, ասենք մենք փաստորեն նրանք այն ժամանակ դերևս 16-17-րդ դարում օգտագործել են ժամանակակից թվականությունը, գրել են այնպես, ինչպես որ Քրիստոսյան բանը։ Արսան մենք ուրիշ արձանագրությունները վերցնելու ժամանակ պետք է այնտեղ հավելենք 551 կամ 552, բայց դա ժամանակից նրանց մոտ օգտագործվել է։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդային իշխանության տարիներին, պետք է ասել խորհրդային իշխանության տարիներին զուլում չի եղել հայերին, ադրբեջանցիների հետ չի եղել։ Այնինչ վերաբերում է, որ ասենք անձնագրի մեջ ադրբեջանցի են գրել եղել, ես ձեզ բերեմ մի հատ հետաքրքիր փաստ, որ այստեղ էլ մինչայլոց կա կարծեմ։ Հա, այստեղ էլ կա։ Այստեղ այս ատլասում նաև բնակչության թվականակն է նշված 1832 թվականից մինչև 90 թվականը։ Խորհրդային իշխանությունը, եթե չեմ սխալվում, 26 թվականին առաջին մարտահամարն էր։ Հենց նրանք ծրագրված կարգով որ աշխատում էին, հիմա տեսեք 26 թվականին Նախիջևանի տարածքում հայության թվականակը նշել են 11276 մարդ, որը բացարձակապես չի անպատասխանում իրականությանը։ Միայն այս Գողթան գավառում ժամանակին ուրեմն այդտեղ մամուլում նաև հոդվածներ են գրել, որ իրականությանը չի անպատասխանում։ Միայն Գողթան գավառը ուներ 12000-ի չափ հայություն։ Օրդոբատի շրջաններ։ Ուրեմն անտեսել են նրանք ծրագրված կարգով խորհրդային իշխանության տարիներում անտեսում են հայության թվականակը, այդ թվում նաև լեզգիներ, քրդեր, բոլորը վերածում են ներկայացնում են ադրբեջանցիներ։ Հայաթափման ծրագրերից մեկն է, որ ասենք տեղեկատվական գրականության մեջ, գիտական գրականության մուտք ներկայացնում են, որ հայության քանակը այդտեղ շատ քիչ է, գոյություն չունի։ Ավելի ցավալին ես ձեզ ասեմ, այս նույն այս թվականակը օգտագործել են մեր գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները, հրատարակում են ազգային ատլասը, դու գնացեք բացեք եւ նայեք, նույն այս թվականակը 26 թվականի մարտահրավերի թվականակը օգտագործում են, որ այդ տարիների Նախիջևանի հայության քանակը այսքան է եղել։ Մենք չենք մտնում գիտական տեսակետից խորաթափանցորեն ուսումնասիրում, նրանք ծրագրորեն մտածված կարգով, տեսեք 26 թվականով պետք է մտածել, որ մարդականակի թվականը մոտավոր հաշվարկներով ինչքան է եղել 20-ականների սկզբին։ 20-ականների ընթացքում ատոմ մոտավորապես 35000 հայություն է եղել։ 35000-ը, որը 90 թվականին 0 է, 88 թվականին 2648 մարդ էր ապրում։ Այսինքն ամենամինիմում իրենք աշխատել են այս բոլորը ամեն ինչ անել, բայց մենք ենք որ մեր Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա իշխանությունները չէին տեր կանգնում մեր այս տարածքներին։ Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը տեր չի կանգնում ջավախքահայությանը։ Եվս մի 15-20 տարի ջավախքահայությունը նույն ճակատագիրն է ունենալ, ինչ որ Նախիջևանահայությունը ունեցավ։ Սրանք ցավալի փաստեր են, մենք չենք կարողանում այս խնդիրները պետական մակարդակով կամ խնդիրներին տեղակ մարդկանց մակարդակով մասնակցությամբ խնդիրները դնել եւ լուծվել։
Բարձի թողի վիճակի ենք թողնում եւ հետո ասում ենք ինչի Նախիջևանը կորցրեցինք, վաղ կասենք ինչի Ջավախքը կորցրեցինք, ինչի Արցախի խնդիրներն այսօր մենք չենք կարողանում ճշտորեն լուծել եւ այլն։ Մենք մի քիչ ցավոք սրտի անհատապաշտ ժողովուրդ ենք, մի քիչ էլ շահապաշտ ժողովուրդ ենք, մենք շահից ենք ում այլ բան չենք ուզում տեսնել։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում այս վերջին 10-15 տարվա մեջ քանի մեծահարուստներ մենք ունենք։ Եվ քանիսն են իրենց ներդրումները կատարում հրատարակությունների համար, գիր ու գրականության համար, թատրոնների համար, մեր գրադարանների համար, չգիտեմ, շատ քչերն են։ Նույնիսկ մեկ մատ ձեռքի 5 մատը երբ ավել շատ կլինի, որ կարողանանք թվարկել։ 1-2 անձնավորություններ են։ Բայց մենք տեսնում ենք դրանք նյութական միջոցներով իրենց համար ստեղծում են բազմաթիվ բաներ։ Մարդը այսօր չի մտածում մեր մշակութային արժեքների համար։ Դրա համար ցավալի է, այսօր մենք երիտասարդությանը չեն կարողանում ներգրավել պահպանության խնդիրները լուծելու համար։ Շատ լավ, պարոն Այվազյան, ես ուզում եմ եւ իմ եւ մեր հեռուստադիտողների անունից շնորհակալություն հայտնել ձեզ ձեր ամբողջ կատարած աշխատանքի համար։ Մեր այդ ամբողջ փաստաթղթի վերացված ժառանգությունը, որ ունեն 27000 մշակութային արժեք, որ ոչնչացավ, այսօր վավերագրերը փաստորեն պահպանվել են շնորհիվ մի մարդու, որ այսօր եղավ իմ հյուրը, պատմաբան Արգամ Այվազյանի։ Մեկ անգամ եւս շնորհակալություն եւ հաջողություն մաղթենք մեր բոլոր հայրենակիցներին։ Բարին բոլորիս հետ։